հայրենակիցներ, այսօրվա մեր հանդիպման նպատակը եկամուտների համատարած հայտարարումն է իրավական լեզվաոճով ասած եւ իրականության մեջ ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների եկամտային հարկի տարեկան հաշվարկը։ Վերջին տեսաուղերձով ես մեր հայրենակիցներին խոստացել էի, որ կանրադառնանք եւս մեկ տեսաուղերձով եկամուտների հայտարարմանը վերաբերվող օրենսդրական վերջին փոփոխությունից հետո, որովհետև շատ են եղել դեպքերը, երբ որ իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են մի բան, օրենքով եւ փաստաթղթի վրա գրել են տրամագծորեն հակառակը։ Եվ իրականում մոտավորապես նման ձևակերպում էլ սա էր։ Իսկ վերջին շրջանում, քանի որ դեմ եմ հայտարարման ակցիայի շրջանակներում բացած գրասենյակներում շատ էին զանգերը չափից դուրս, մարդիկ վերջապես ուզում էին հասկանան իրենց ճակատագիրի եւ ինչպես են վարվելու եկամուտների հայտարարման հետ, դրա համար որոշեցինք այս ձևաչափով ձեր հետ միասին ձեր օգնությամբ լուսաբանենք բոլորին ինչ են անելու։ Մինչև հիմնական ասելիքին անցնելը վիճակագրական ընդհանրապես մի քանի տվյալ նշենք ու անցնենք առաջ։ Ուրեմն 860,000 քաղաքացիներից 2024 թվականի համար ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 2025 թվականին ներկայացել է շուրջ 130,000, այսինքն 730,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի միացել է համատարած եկամուտների հայտարարման բոյկոտին եւ չի ներկայացրել ֆիզիկական անձի եկամտային հարկի տարեկան հաշվարկը։ 860,000-ից մոտավորապես 130,000-ն է ներկայացրել։ 2025 թվականի համար դե բնականաբար թիվը ավելանալու է, որովհետև չափահաս Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն եկամտային հարկի տարեկան հաշվարկ։ Հիշում ենք մենք բոլորս, որ դեռևս ապրիլ ամսից մեկնարկեցինք դեմ եմ հայտարարման ակցիան, որի արդյունքում իշխանությունները կատարեցին թվով 6 հետ քայլ, այդ թվում մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը եկամտային հարկի տարեկան հաշվարկի ներկայացման ժամկետի հետաձգումը։ Փաստացի այս օրենքի ընդունումը, որ իշխանության ներկայացուցիչները բոլորը մասնագետ, չմասնագետ, պատկերացնող, չպատկերացնող, լայվերով, տարբեր եթերներով շարունակում են եկամտների հայտարարման մասին խոսել, հիմա իրենց փոփոխության վերաբերյալ կասենք ինչ են կատարել եւ ինչ է սպասվում։ Օրակարգում ընդգրկել ենք 5 հարց, ինչու ենք դեմ եւ ինչու ենք շարունակում դեմ լինել եկամուտների համատարած հայտարարմանը, ինչ օրենսդրական փոփոխություն կատարեցին վերջերս, որ այսքան ակտիվ կերպով տարածում են լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում, ինչ է սպասվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, մեր հարցերի եւ պահանջների իշխանություններին եւ իշխանություններից եւ ինչ ուղերձ ունենք Հայաստանի քաղաքացիներին։ Առաջին հարցից սկսենք. ինչու ենք դեմ եկամուտների հայտարարմանը։ Առաջին բերել ենք ծախսատարություն։ Ըստ աղքատության վերին շեմի 42%-ից ավելի աղքատություն ունեցող երկրում տարեկան մոտավորապես 50,000 դրամ միայն եկամտային հարկի հաշվարկ ներկայացնելու համար լրացուցիչ ծախս պետք է կատարվեր։ Քարտի ամսական վճարի սպասարկում, գիտենք, որ էլեկտրոնային ստորագրության համար անհրաժեշտ է որևէ օպերատորից որևէ քարտի ձեռքբերում, որի տարեկան վճարը նվազագույն վճարը կազմում է 6,000 դրամ։ Բջջային հեռախոսի ձեռքբերում շատերի համար, նաև գիտենք, որ նոր սերնդի հեռախոսները չունեն քարտի բնիկի տեղ եւ փաստորեն պետք է նոր հեռախոս ձեռք բերեն մեր քաղաքացիները, որպեսզի քարտը մշտապես ակտիվ կարգավիճակում պահեն։ Հայտարարագրի լրացման ամսական կամ տարեկան միջին, այսպես 30,000 դրամ վճար, որպեսզի իրենց փոխարեն որևէ մեկը ներկայացնի, սա կազմում է շուրջ եւ էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան վճար։ Սա կազմում է շուրջ 50,000 դրամ յուրաքանչյուր քաղաքացու համար, որը նորից եմ կրկնում 42%-ից ավելի աղքատություն ունեցող երկրում ուղղակի աբսուրդ է։ Հաջորդը ինչու ենք շարունակում դեմ լինել, որովհետեւ քաղաքացիների համար առաջանում էր խնդիրներ։ Քարտից քարտ փոխանցումների դեպքում, արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտների փոխանցումների դեպքում, գյուղատնտեսական արտադրանքի եւ շարունակական վերամշակվող արտադրանքի վաճառքի դեպքում բոլոր դեպքերում 20% հավելյալ հարկեր առաջանում։ Սա պետք է հիշել, որ օրենքով որևէ իրավական ակտով տվյալ գործարքներից հարկ ընդհանրապես չի առաջանում, բայց փնթի փաստաթղթավորման, այսինքն այսպիսի իրավական պահանջի առաջադրման պարագայում մարդիկ պետք է ուղղակի հարկային բեռի տակ մտնեն, որի պարտականություն չունեն, սա պետք է հիշել։
Եկամտային հարկը վերենացում անուղղակի հարկի, այսինքն բոլոր տեսակի փոխանցումները, նույնիսկ մեմեր էին, եթե կհիշեք, այդպես ռոլիկներ էին պատրաստելու տարածում էին, երբ որ 5 ընկեր կամ բարեկամներ միմյանց միջև 100,000 դրամի պարտքի մարումներ էին կատարում, այսինքն 100,000 դրամ եղբայրը փոխանցում էր հորեղբոր տղային, հորեղբոր տղան մորքուրի տղային, մորաքրոջ տղան փոխանցում էր ընկերոջի եւ այլն, նույն 100,000 դրամն է, որը 5 հոգի շղթայով յուրաքանչյուրից 100,000 դրամ պարտքով վերցել է, նույն 100,000 դրամի մասին է խոսքը։ Մինչև վերջնակետին հասնելը 100,000 դրամը յուրաքանչյուր դեպքում 20,000 դրամ հարկվելու արդյունքում փաստորեն 100,000 դրամը դառնում էր 0 դրամ։ Այսինքն ընդհանրապես պարտքի մարում է տեղի ունեցել, բայց 100,000 դրամը, որ գնա հասնի վերջնակետին փոխատուին, այսինքն պարտքը տրամադրողին, դառնում է 0 դրամ հավելյալ հարկելու պատճառաբանությամբ։ Նաև առաջացնում էր պատասխանատվություն հարկային վարչական եւ քրեական պատասխանատվություն, դե նշվածը բնականաբար ավելորդ տեղ մարդկանց գումարները 20%-ով հարկելու պարագայում աղքատության խորացման էր հանգեցնելու, տոտալ վերահսկողություն է սահմանում իշխանությունը հայ հասարակության վրա եւ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ տնտեսական բռնության գործիք որպես կիրառելու է եւ հայ հանրությանը ուղղակի մահակ է, այսպես տնտեսական մահակը ձեռքը բռնած, տնտեսական մահակը վերածելու քաղաքական մահակի, սոցիալական մահակի եւ այսպես շարունակ բոլորին անհատապես մշտական վերահսկողության տակ է պահելու։ Հանգեցնելու է նշված արտագաղթի ծավալների ավելացման, ներգաղթի ծավալների կրճատման եւ բանկային գաղտնիքի տիրապետման, որը ամենավտանգավորն է այս պարագայում։ Հաջորդ կետով ինչ են իշխանությունները փոփոխել հոկտեմբեր ամսին վերջին օրենսդրական փոփոխություններով։ Հիշում եք, որ ասում էինք հայտարարիչը ներկայացնելը ենթադրում է 3 տեսակ պատասխանատվություն՝ վարչական, քրեական եւ հարկային պատասխանատվություն։ Վարչական պատասխանատվությունը հանեցին։ Այսինքն այն հարցերը հարգելի քաղաքացիներ, որ մեր գրասենյակներին զանգահարում եւ դիմում եք կամ ինչ շատ տեղերում հարցնում եք, ինչ է հասնում եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու համար 5,000 դրամ, 10,000 դրամ եւ կային նաեւ սոցիալական որոշակի խմբերում համար տուգանքի 50,000 դրամ էր, սրանք բոլորը չեղարկվել են։ Որևէ մեկը ձեզ չի կարող տուգանքի ենթարկել։ Վարչական տուգանքի մասին է խոսքը։ Որովհետեւ ներդրվել է եկամուտային հարկի տարեկան հաշվարկի ՊԵԿ-ի կողմից նախալրացման ինստիտուտ, սա գիտեք, նախալրացման ինստիտուտը այնպիսի պաթոսով են արտասանում, կարծես ինչ որ յուրահատուկ գործողություն են կատարել։ Տվյալները, այսինքն աշխատավարձային տվյալները, կենսաթոշակները, սոցիալական նպաստների բոլոր այսպիսի տվյալները կան պետեկամուտների կոմիտեում, այսինքն նախալրացնել հաշվարկը, թե չնախալրացնել, այսպես թե այնպես այս ինֆորմացիան իրենց մոտ գեներացված է եւ կա։ Եվ նախալրացնել սա իհարկե կատարել է նրա համար, որ վերջում բարձրաձայն են ասեն մենք այդ քայլ չենք կատարել, ուղղակի մեր հասարակության համար իրականացնում ենք նախալրացնում, ձեր փոխարեն մենք ենք գործը կատարում։ Եթե գնան նախալրացման տարբերակով, ֆիզիկապես ուղղակի չեն կարողանալու հասցնեն, չեն կարողանալու այդքան ինֆորմացիան գեներացնեն եւ կարողանան կուտակեն ու անհատական հաշվառումը վարել։ Հաջորդ փոփոխությունը, որ